Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ապահովագրության մասին, ապահովի, բայց բացվում է ձեր հրապարակած տեսանյութերից գոնե ինձ համար պարզ դարձավ, որ փաթեթը ձեռք բերելով ամբողջ ծավալից չեն կարող քաղաքացիները օգտվել։ Հիմա դա որքանով է ճիշտ վճարել եւ հարկ եղած դեպքում կոնկրետ ծառայություն չստանալ։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ապահովագրական փաթեթները իրենք որոշակի ծառայությունների շրջանակ են ծածկում եւ որևէ համակարգ չի կարող որևէ ծառայություններ բաց չթողնել։ Մեզ համար շատ կարևոր է, որ հստակ լինի, թե որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու եւ այո, ճիշտ եք ասում, հանրային իրազեկման մասը մենք եւս շատ կարևորում ենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ եւ հասկանալի, որ ինչպիսին է լինելու փաթեթը եւ այդ փաթեթում ես ձեզ վստահեցնում եմ, այն հիմնական բեռը, որ այսօր մեր ժողովուրդը կրում է եւ ֆինանսապես բարդ իրավիճակի առաջ է կանգնում, երբ որ կարիք ունի վիրահատություն ունենալու, դեղորայք գնելու, այս փաթեթը այդ բազային կարիքները բավարարելու է։ Այնինչ, գիտեք, ամեն օր բժշկագիտությունը զարգանում է եւ իհարկե կլինեն ծառայություններ, որոնք որ այս ապահովագրական փաթեթից դուրս կլինեն եւ սա կլինի հենց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ փակելու այդ հավելյալ ցանկությունները, ծառայությունները եւ այլն եւ այլն։ Նարեկ ջան, եւ հարցին էլ ես օրինակ էի բերել, բայց կարծեմ մի փոքր շփոթություն կար, տպավորություն ստեղծեց, որ միայն այդ օրինակներն են, որ փակվելու են, դրանից դուրս բան չի փակվելու։ Ոչ, հստակ լինելու է ցանկ ծառայությունների եւ այդ ծառայությունները արդեն ներառված լինելով փաթեթի մեջ ապահովագրության կողմից փոխհատուցվելու է։ Դե գիտեք, որ աշխատանքները ընթանում են, թե ազգային ժողովում ենք ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում երևի 4 հանդիպում ենք ունեցել մեր ազգային ժողովի գործընկերների հետ, առաջիկայում էլ ունենանք եւս 1-2-ը եւ կառավարությունում ուրեմն արդեն այսպես նրանց հետ էլ ամբողջացնելուց հետո մեր դիտարկումն է, որ պիտի մտնի կառավարության նիստ։ Տիկին նախարար, ինչու է նորակոչիկների դա արդյոք է ձեր տեղափոխում Գյումրի։ Զորակոչի փորձաքննությունների մասով, այո, 2 պիլոտ ենք իրականացնում, 2 մարզերում, ուրեմն Լոռի եւ Շիրակը, փոխգործակցության սկզբունքով Գյումրու բժշկական կենտրոնի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ հասնել Երևան, այստեղ օր, գումար եւ այլն հավելյալ ծախսեն եւ անցնեն համապատասխան բժշկական փորձաքննությունները։ Մենք գնահատել ենք կարողությունները, թե սարքավորումների եւ թե մասնագիտական եւ մոտեցնում ենք ծառայությունը նաեւ մեր զորակոչիկներին։ Եվ հաջող ընթացքի պարագայում այս 2 մարզի ապակենտրոնացման պարագայում նաեւ հետագայում կտեսնենք արդեն ընդհանուր ինչպիսի փոփոխություններ կիրականացնենք։ Ես կարծում եմ սա շատ կարևոր է։ Գիտեք ինչի, որտեղ շատերը անցնում են համակցված հետազոտություններ։ Պետք է առավոտ շուտ գալ, սոված լինել, մյուս հետազոտությունը մեկ այլ պահանջ է իրենից ներկայացնում եւ դրա համար մոտեցնել մարդուն իր բնակության վայրում այդ փորձաքննությունները անցնելը, ես կարծում եմ կարևոր քայլ կլինի։ Բայց իհարկե լինելու ենք խստապահանջ եւ մենք անմիջական աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ, որովհետեւ այստեղ բացի մասնագիտական գիտելիքներից շատ կարևոր է նաեւ փորձագիտական մասը եւ պիտի որ ամեն բան հաջող անցնի։ Տիկին նախարար, դուք ևս այդ Հաշիմյանի ու ԿՊ-ի մյուս կպարտաների հետ գնացել եք Գյումրի, նախընտրական տրամադրություններ էր տիրում այնտեղ, դուք այնուամենայնիվ ղեկավարում եք մի ոլորտ, որը պետք է լինի ապաքաղաքական, բայց ձեր ներկայությունը ԿՊ-ի նախընտրական երթուղիների եւ այլ ուղիղ ըստեյության ազդակ եւ ոչ չի ուժ աշխատողներին նաեւ որոշակի առումով կան նաեւ ազգային եւ տեխնոլոգիաների կողմից, որ ըստեյության ոչ հաստատությունների ներկայացուցիչներին հրահանգված է գնան եւ
Գյումրիում ընտրեն իրենց սարիկը։ Վայ, այդ անձինք, ովքեր որ այդ ուրեմն մտավախությունները ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ բոլոր մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին եւ չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել եւ թե Կիրակի օրն եմ գնացել Գյումրի ոչ աշխատանքային օրվա ընթացքում եւ այո մասնակցել եմ դրամահավաքին եւ կներեք նախարարը եւ կառավարությունը քաղաքական հենց մարմին են եւ չեն կարող լինել ապաքաղաքական բացառվում է նման հրահանգ որևէ ուղղորդում որևէ բան որտեղ դրա կարիքը չկա էլ Ինչի որտեղ ձեր սարիկին տվելու են, հա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պիտի ներկայացնի մեր նաև քվեարկողներին, պիտի անի աշխատանք, որը անում է եւ վստահ եմ, որ այս ուրեմն կարևոր գործը ներկայացնելով եւ նաեւ ներկայացնելով թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը որոշիչ կտա ԿՊ-ին եւ Սարիկին։ Լույս հիմնարկները մարզպետարանների ցանկացիկ նախարարությանը ենթակայության տակ դարձվեցիք այս ընտրությունների եւ 26 ընտրությունների առաջ։ Դե Նարեկ ջան, եթե այդպես լինի, պիտի ասեք ինչու եք ապահովագրության մասին այսօր խոսում, որտեղ դա Գյումրու փառաքարի ընտրությունների հետ ինչ համատեքստ ունի։ Տեսեք, մենք ամեն օր ինչ որ մի բարեփոխում անում ենք։ Իհարկե մեր մարզերն էլ դրա շրջանակներում ունենում են որոշակի բարելավումներ եւ վստահ եմ, որ այս մարզային կենտրոնների փոխանցումն էլ առողջապահության նախարարությանը եւ շատ ավելի կարևոր կտոր է կառավարման մոդելի բարեփոխումները պիտի տան իրենց արդյունքները եւ այս կենտրոնները շատ ավելի գրագետ ֆինանսատնտեսական կառավարում իրականացվի, զարգանա եւ այլն եւ այլն։